Բարև ձեզ, սա թեման է, այսօրվա հյուրս քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է, բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, սկսենք Իրանյան այցից, մոտ մեկ շաբաթ դուք Իրանում եք, ունեցել եք կարևոր հանդիպումներ փորձագիտական շրջանակների հետ, նաև հոգևոր եւ պետական կառույցների հետ։ Նախ այդ այցը ինչով էր առանձնահատուկ, ինչ քննարկվեց, տեղյակ եմ, որ հատկապես շոշափվել են Հայաստանի եւ Իրանի միջև առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները եւ հեռանկարները։ Մի փոքր մանրամասնեք եւ պատմեք։ Ասեմ հետեւյալը, որ ըստ էության ես ներկայացրել եմ կուսակցության գեոստրատեգիական կոնցեպցիան, որը ընդգրկում իր մեջ նաև բնականաբար առաջին տեղերից մեկը Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ ուրեմն իմ դիտարկումները տասնյակ տարիներ, նաև որից մասին ես գրել եմ, այսինքն իմ համար այդտեղ նորություն քիչ կա։ Այն սխալները, որով ուղղորդվում է Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հանդեպ եւ այն թվացial, ակտիվ բուրըն հետաքրքրությունը դեպի Իրան հայկական կողմից, որը խորքի մեջ այդքան էլ այդպես չի իմ կարծիքով եւ իմ դիտարկումով, ուրեմն սա է գլխավորը։ Ես ինչ նպատակ ունեի։ Մի նպատակ, որ իրանական կողմին ցույց տալ, որ Հայաստանը եթե փոքր է, դա չի նշանակում, որ նա պիտի հովանավոր ունենա, այն կարգի, ինչ կարգի, ասենք Ռուսաստանն է, այն կարգի, ինչպես եղել է պատմականորեն Իրանը, դա անթույլատրելի է։ Եվ ես ունեմ ծանրագշիռ փաստարկներ, որի դեմ եղել է բաներին, որևէ առարգություն չի եղել, եղել են վզում, որտեղ տարօրինակ է նման հարցադրում հայկական կողմից, ինչպես որ այս ռուսներն են խելագարվում, երբ նորմալ բան ես ասում, բայց հետո նստում են ցցին։ Իրանի մարագայով կարող եմ ասել, տեսեք ինչ բարյացակամության, չէ, լուրջ քննարկումների փուլով անցանք եւ դաժան էր ճակերտավոր հանդիպումների գրաֆիկը 7 օրում, ուղիղ 7 օրում, ընդ որում հանդիպումները եղել են այդ կարգի 5 օր, 2 օրը տրամադրեցինք Չաբարին, իրենք մեծ, այսպես ասած, ընթառաջումով էլի կազմակերպեցին եւ բարձր կարգով իմ նաեւ ուղևորությունը Չաբար վերադարձ, այսինքն այսպես 5 օրում ես ունեցել եմ իրանական կողմի 4 հարցազրույց, ինչքան հիշում եմ, 4 հանդիպում հարցազրույց կամ 5 եւ համանքի մեր հետ նաեւ նույն կարգի դա բոլորը 5 օրվա մեջ է միակ բանը կարող եմ ասել, յուրաքանչյուր հանդիպում չի եղել 2.5 ժամից անընդմատ քննարկումից դուրս, ավելի եղել է, քիչ չի եղել, եւ այսպես ասում եմ, որ հասկացվի խնդրեմը, ես ուրեմն ունեմ իմ պատկերացումները Իրանի հետ հարաբերություններում եւ իմ վերաբերմունքը, որ դա մեր բնական դաշնակցություն է, մենք մշակութային քաղաքակրթական երկխոսության եզակի դեպք ենք համաշխարհային պատմության մեջ իսլամական քաղաքակրթություն, քրիստոնեական քաղաքակրթություն եւ երկխոսություն դարերի։ Ճիշտ է, մենք ուրիշ հարցեր ունեցել ենք տարածքի բանը եւ դուժել ենք, բայց երկխոսություն մշակութային քաղաքակրթական եղել է ազատ, հավասարը եւ հզորի հետ։ Այստեղ հավասար ենք եղել գրեթե, նույնիսկ դարեր են եղել, իրենք են առաջ եղել, դարեր են եղել, եթե մեր առիթին մենք ենք առաջ եղել։ Եվ այսպես այդ երկխոսությունը հիմա շարունակվում է, որը պետք է նոր բան։ Հիմա ինչու Իրան, ես ինչու ընդրեցի, որտեղ մարդիկ նախարարել ունեի, դա բնական էր, որ չէի մերժելու։ Հիմա ակնկալում է, որ հնդիկները Հնդկաստանը գրավի, բայց ինչու, որովհետև այն պոստուլատները, որով դարերով մեր հարաբերությունները կառուցվել են Իրանի եւ Հայաստանի միջեւ, երբ Հայաստանը պետականություն է եղել, այլևս չկան, հիմքերը փոխվել են, այսինքն հիմնականի մասին է խոսքը, ես այնտեղ էլ ասի, բերեք մանրուքներին, այդ բաներին չանդրադառնանք, որովհետև այդքան ժամանակ չկա, տարիներով պետք է քննարկել, հետո քննարկել։
Ուրեմն երկու հանգամանք կա, որը մեզ ուղղորդում է, իրենց եւ մեզ, որպես բարեկամ պետություններ, որի հետ հարաբերությունների հետ շրջակից ինձ համար բացառիկ նշանակություն ունի եւ ցանկացած կարծում եմ որ հայի համար ովքեր որ իր անկախ պետականության շահագրգիռ է մեկ երկրորդը նորմալ քաղաքացիների ես նույնը տեսա իրենց կողմից սխեման ինչ էր իրենքին սխեմայով մոտենում էին մի քիչ հովանավորենք, մի քիչ զորք մտցնենք, մի քիչ ներկա լինենք եւ այլն, դե այդտեղ էլ էսպես է, մի քիչի չափը չկա։ Դուք մի մատնաչափ կտեղավորեք որևէ երկրում, 2 տարի հետո կլինի ոտնաչափ, հետո կլինի մարմնաչափ, որովհետեւ այս պետությունները սովոր են Ռուսաստան եւ այլն։ Այսինքն այս հարցը ես կանխավ մերժեցի եւ իմ թեզիսն այն էր, որ հիմա էլ համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար շատ շահավետ է ուժեղ Հայաստանի հետ հարաբերվելը, ոչ թույլի հետ, վասալի հետ, ինչպես Ռուսաստանը մեռնում է, ջանքեր է թափում, դրա համար խրվեց ուկրաինական ճահիճը, որից դուրս չի գալ։ Եվ մեռած է, դուրս էլ կա Ռուսաստանը մեռած է։ Հիմա բայց Իրանի կողմից ես սկզբից ընդվզում տեսա, վերլուծական իհարկե վերլուծողների փորձագիտական, հետո ես այդ ընդվզումը օր-օրի տեսա, որ փոխվեց։ Գործահասավ նույնիսկ համալսարանի դասախոսության ավարտից հետո, որտեղ ճիշտ է, քանակը քիչ էին, բայց ինձ ասել են, որ մասնագետներ են հավաքված։ Այսինքն խուժան ժողով չի, շատ լինի միտինգ անենք, հակառակը Եվ այնտեղ դրանից հետո էր, որ չէ, հիշում եք, պատոճ աշկերույթ կազմակերպվեց, դուք էլ էիք, մենք խմբով էինք, այսինքն ես ինչ ասում եմ, ներկա եք եղել, որոշ հանդիպումների չեք եղել, որտեղ դա կոնֆիդենցիալ չի եղել։ Այսինքն ինձ թվում է, այս բաներում ինձ որոշակի բաներ հաջողվեց, որն է դա, ինչն է, մենք պետք է այստեղ էլ իմանանք դա, այնտեղ էլ պետք է իմանանք եւ պետք է ունենանք բաց խոսակցություն, թեկուզ փակ սենյակներում, բաց, այսինքն գիտնական գիտնականի հետ, քաղաքական գործչի հետ, առանց խորամանկելու, առանց ես ընդհանրապես այդ խորամանկություններին դեմ եմ, որտեղ ես միշտ հաշվել եմ, որ իմ դիմացինը գուցեև ինձնից շատ ավելի խելոք է, ես ում եմ խաբեմ, ես գողապետության ավազակները անդունն են գան, որտեղ մեծամտությունից Լևոն Տեր-Պետրոսյանի մեռնում էին, դրա համար երկիրը կանգնեցին ուրեմն աղետի առաջ, ամենատկետն էին, բայց ամենամեծամիտն էին, Եվ այսպես, սա շատ մեթոդաբանորեն սխալ բան է, մեթոդական իմաստով։ Այսպես, ինչեր, որ Հայաստանը ինչքան ուժեղ, այնքան օգուտ Իրանին, սա մի քիչ բան է։ Դե պետություններն աշխատում են միշտ իրենց կողքին ունենալ վասալներ, թույլ, հիվանդ բարեկամ էլի, որին անընդհատ այնքան խնամ են, որ մի օր էլ այդ իրենց գրկի մեջ խեղդվի տա, վերջանա գնա։ Այդպես է նաև ցույց տալիս պատմությունը, որտեղ 387 թվականին Իրան Սասանյան Պարսկաստանը եւ Հռոմի կայսրությունը կիսեցին առաջին Հայաստանը, վերջի կիսում եղավ ռուս-թուրքականը 21 թվին։ Այսինքն բան չմնաց տակը։ Ուրեմն որ այդ մտահոգությունից դուրս գան, եթե դուրս գան անկեղծ խոսակցություն կլինի եւ համենայնպես առարգություն չեղավ բացի երկու հոգի։ Հիմա ինչն է։ Ուրեմն ինչն է փոխում իրավիճակը։ Ուրեմն Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջնական պարտություն է գրել։ Աղետալի պարտություն է գրել, իհարկե սա իրենց համար դժվար է ընդունել, ինչպես մեր համար Արցախում եղած իրավիճակի եւ ռուսների թեթև ձեռքով նագլիչավ ռուսերեն ասենք, որ իրենք քծել են, իրենք կան տեղեկատվություններ, որ պետք է եղել, որ Ասադի կամ Իրանի հակառակորդների խփել, օդի մեջ են գրակել, չեն խփել, ինչպես որ մերն է Սյունիքում եղել։ Երկրորդը հիմա 4 ռազմաբազա իրենք պահել են տարբեր գործարքներով, Ասադին էլ պատանդ են պահում, տարան։ Այսինքն, այստեղ սա նշանակում է, որ Իրանի ազդեցությունը այս շրջանում Իրաքից սկսած եւ անդին ըստ էության չկա։ Մեր մշակութային կրոնական է շիաների մոտ։ Հեզբոլլահը թուլացել է, Գազայի հատվածը մենք գիտենք Պաղեստինում ինչ է կատարվել եւ Իսրայելը ինչպիսի ակտիվությամբ է
ճզմում ուրեմն Պաղեստինի ժողովրդի դրամատրություններ եւ Իրանը օգնելու նյութական հումանիտար չեմանում ուրիշ հնարավորություն չունի, չի կարող, էր բացառված է, որտեղ բազային սիրիական հատվածը գոյություն չունի։ Սա ինչ է նշանակում, գեոպոլիտիկայի մեջ բաներ կան էլի, անտես է ամեն ինչ, այս աշխարհագրության առումով որ նայում եք, Իրանը այսինքն արևելք է մղվում դեպի այնտեղ Պակիստան, դեպի Աֆղանստան, դեպի Միջին Ասիա եւ այն թվում է էսպես է, բայց առաջին հերթին Իրանը մղվում է դեպի հայկական հարավհյուսիս ճանապարհ Հայաստան այն առավելությունը որ այսօր կա եւ այդ իմաստով այս տարածքի մեր տարածքի արժեքը գեոքաղաքական անչափ մեծանում է ի տարբերություն ծավալի որ երևում է եւ այդ հյուսիս-հարավ ճանապարհն է որ տարժևորում է չերկարացնեմ որ ժամանակի հարց կա ուրեմն այս պարագայում է որ Իրանը պիտի վերանայի ուժեղ Հայաստանի կոնցեպցիա ունենա, ինչի ես ասում եմ, ինչ պետք է հրաժարվի ամբիցիաներից, այլ հավասար երկխոսություն իսկական, գուցե մի օր դաշնակցային հարաբերություններ, հավասարը հավասարի հետ, դա միայն բացառապես Իրանի ձեռնդու է։ Այստեղ բացառիկ, որ ես արեցի, բացառիկ դերակատարություն ունի, ուրեմն այսպես ասենք, Հնդկական օվկիանոսով ծկվող ճանապարհը, որ այսօր կա, մինչև Բաթում, Սևծով եւ Ռուսաստան, եթե կենթանանա, արժեք ունենա։ Պատկերացնում եք, այդ մայրուղի մենք տեսանք, չէ, նախ ասեմ, որ Իրան ունի հրաշալի ավտոճանապարհներ, հրաշալի։ Ես Ավստրալիայում տեսա կարգատաններ ճանապարհին, ամենտեղ լինում է։ Հայաստանում ավելի շատ կարգատան կա եւ գողություն կա ասֆալտի մեջ, քան կա ճանապարհ կա եւ կողքերը։ Իրանում հատուկ նայել եմ, մի չկար, դուք տեսել եք ինքներդ, թե դուք եղել եք, դուք չեք տեսել, ես չեմ տեսել։ Ընդ որում դուք այդ ինչ որ ծավալոքիչ ես Երեք մեր արգիշտը հաշվեց 5 թե 6000 կիլոմետր այդ օրերի շարժվել եմ ինքնաթիռով եւ մեքենայով այդ տարածքի մեջ մոտավորապես։ Ես չէի նայել եւ բոլորը նույն կարգի ճանապարհներն են, մինչեւ Չաբարի նավահանգիստ, որտեղ հիմա ասեմ դա ինչ է ժողովրդին, որ իմանան։ Դա այն նավահանգիստն է, որը հնդկական ավրանքների հոսքը եւ մնացածը եւ Ինդոնեզիա, Մալայզիա, ես ասեմ որ մեր ժողովրդին դրանք շատ հեռու չեն մեզնից։ Այսինքն մերու են հին պատկերացումով Վիետնամ, հարավ-արևմտյան ուրեմն այդ հատված եւ Ավստրալիա, որի հետ տնտեսական մենք գրեթե իրական կապ չունենք, որտեղ ճանապարհի հարցը էսպիսին է, բայց եթե Չաբարի նավահանգիստը աշխատում է, այդ ամբողջ ուրեմն ապրանքա հոսքը կամ շարժը կարողից կանգնում է Չաբարի նավահանգիստ, որը Պակիստանի կողքին է, սահմանին է եւ Հնդկական օվկիանոսի իրանական հատվածում ամենախոր օվկիանոսային նավահանգիստ կարող է լինել, այդ ֆիզիկական հնարավորությունները Բանդար Աբասը չունի, նաև այն արաբական ծոցի կամ բասկական ծոցի ինչ են ասում, այն բանը չունի, անհանգիստ վիճակ, ստե հանգիստ ամեն ինչ։ Հայ այսպես ուրեմն կոնկրետ ասեմ ու վերջը, մեր ժողովրդի համար արդեն դա Չաբարի նավահանգիստը ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետության հարավ արևմտյան այն հատվածում է, ծոցում է, Օմարի ծոցում, թող նայեն, տեսնեն, առաջարկում եմ քարտեզով աշխատել, որը Պակիստանին է սահմանակից եւ այլն, եւ որը ձգվում է, եթե այսօր էլ ուզում ես մեքենան կնստես, դա լինի ֆուր, դա լինի երկար գնացքակազմ մեքենաների, դա լինի ավտոմեքենա, Զահեդանով կմտնես Թեհրան, Թեհրանով Թավրիզ, Ագարակով դեպի ես Սյունյաց մայրուղի եմ ասում, դա հարավ մեր Խաչմերուկի հյուսիս-արև հատված, դուրս կգաք Երևան երկու ճյուղավորում, մեկ Աշոցկով կմտնեք ուղիղ Բաթում, Ջավախկով, որը խիստ ձեռնդու է մեզ եւ հարմար է տնտեսական առումով, եւ Թիֆլիսով
Բակրատաշենով նորից այնտեղ փոթի եւ այլն։ Սա բացառիկ մայրուղի է եւ սկզբից հիշում եք, չէ, ես ինչքան ասում եի զեկուցումներին, Չաբարն անտեսում են, այն Իսրայել, այն պանթյուրքիզմ եւ այլն, ու ես վերջ չկարողացա համոզել, որ գլխավորը դրանք չեն, դրանք մեզ համար ճնշման միջոցներ են, ոչ թե եւ նման բաներ։ Հիմա ես բարագայում, եթե ճանապարհը կաշխատի եւ դա վստահ եմ, որ դարիների ընթացքում աշխատելուց ուրեմն կաշխատի որպես ստրատեգիական Հայաստանի ողնաշար։ Այդ իմաստով Հայաստանը ծով ելք է ստանում։ Հիմա ձևն է տարբեր, պետության գազի մեջ չի եւ որը շատ շահավետ է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Ասեմ, որն է շահավետությունը։ Բոլոր չգիտեմ ով որ գիտի իմանա, որ Գիլյանի կամ Մազանդարանի հատվածից ճանապարհ կա Աստարայով Բաքու ուրեմն Կասպիկ ծովի արևմտյան ափով ձգվում է Բաքու, Բաքվից Թիֆլիսով դուրս է գալիս այս ճանապարհը մինչև Սև ծով։ Այստեղ ինչ է սա պանթյուրքիզմի ճանապարհ է, որովհետև չունենալով ալտերնատիվ կամ երկընտրանք Իրանը կախված է այդ հատվածով Եվրոպա ապրանքափոխադրումներով կամ տեխնոլոգիաների Ադրբեջանի քմահաճույքից։ Ահա այս պանթյուրքիզմ, որը միշտ կարող է իրենք խնդիրներ ունենալ։ Վտանգ է հենց Իրանի համար, Իրանի որքան Հայաստանի։ Ինչքան Հայաստանը, գուցե իրենց համար ավելի, որովհետև մեզ ձեր ասածը շարունակեմ էլի, որ երկրի խոշորությունը չշփոթեցնի մարդկանց, մեկ-մեկ չէ մեր ժողովրդի խոսքը, ասում է բոյի վրա չսխալվես, մեկ-մեկ ուզուն ախմախ ապուշ է լինում 4 մետրանոց, ինքը գիտի աշխարհի տերն է էլի, մեր ժողովուրդը դրանց զգուշացնում է, ասում է բոյի վրա չսխալվես։ Հիմա ձեր ասած այ վտանգը Հայաստանն ես ասում եմ, որ ալտերնատիվ ենք առաջարկում, որովհետև Հայաստանի բարակայով որևէ ձևով խոչընդոտ չի լինի, այն էլ ասեմ, որ ճանապարհների կողոպուտը, մի մեքենան ֆուռ որ ասում եմ, ես տաստատ գիտեմ, իրենք էլ ճերկեցին, դուք ընդ եք, որ ասեցի, ուրեմն ֆուռը, որովհետեւ անցնի Իրանից Ադրբեջան սահմանագլխին $300 կաշառք են վերցնում թուրքերը, Ադրբեջանի թաթարները, իսկ մեր բարակայում ամենաշատ $50 չի անցնում, որ սկսեցին ճագերտավոր։ Մենք ես պետք է բացարձակ ապահովենք եւ թունելների շինարարությունը սկսված է իրանական ընկերություններն, մենք ունենալու ենք, բայց ես առաջարկում իշխանությանը վերանայել ծրագրերի արագությունը, շատ ավելի արագ կառուցել, ինչքան շատ ավելի արագ եւ այսպես։ Իրենք այդ մտահոգությունը եթե թողեն հասկանալով, որ եթե իրենք այս ճանապարհը ալտերնատիվով դուրս են գալիս տեխնոլոգիաներ, Հայաստան առաջին հերթին եւ տեխնոլոգիաներ զարգացում, Եվրոպայի հետ երկխոսություն եւ այլն, այս պարագայում իրենք շահում ենք նաև մենք, այդ դեպքում պիտի ուզենան, որ ինչ լինի, անկախ Հայաստան լինի, ուժեղ Հայաստան լինի, որ երթևեկը ապահովի եւ անկախությունը բայց չէ, թույլ Հայաստանը բարձր ռուսների համար լինելու է գայթակղություն եւ այլն։ Մի բան էլ ասեմ վերջացնեմ։ Մենք բոլորս պիտի հասկանանք, որ ենթադրենք Ուկրաինան հաղթում է, հաղթելու է։ Ուկրաինան սովորական երկիր չի, Պարսկաստանի, Իրանի չափ տարածք ունի եւ այլն, արդյունաբերական, պատկերացնում եք բուրըն ինչ շինարարություն է գնալու վերակառուցման, վերականգնման համար նոր եւ այլն, մասնակցեք այդ ճանապարհները եւ մենք այդ ալտերնատիվ առաջարկում ենք, ես այդպես հայկական կողմն էլ պետք է շտաբի այս ուղղությամբ աշխատի եւ նրանք չպետք է ուզենան մեր տարածքում ռազմավոր բան ունենան։ Փարշինյան, եթե հավաքագրենք այս մտքերը, դուրս է գալիս, որ ստեղծված իրավիճակում Իրանը ունի Հայաստանի կարիքը, ինչպես մենք ունենք Իրանի կարիքը։ Ինչտեղ խանգարում այդ մտերմությունը ավելի մոտիկացնելու, մենակ խնդիրը մեր մեջ է Իրանի եւ Հայաստանի, թե նաեւ այլ ուժեր շահագրգռված են, որ մենք չմոտենանք։ Երկուսի մտածողությունների մեջ է, մենք
ճիշտ է, թվում է հեղափոխական ժողովուրդ ենք, բայց մենք կոնսերվատիվ ենք։ Եթե դուք նկատել եք նորի հետևից շատ դժվար ենք գնում, գիտության մասին է խոսքը։ Ստանդարտը սկսում են յուրացնել եւ այլն եւ այլն։ Ուրեմն նոր մտածողություն իրենց կողմից էլ հին ավանդույթը, որ իշխեն Հայաստանի վրա, որի ասին չի լինելու, բացառված է, բայց ասել դուք դրանում պետք է վստահ լինեք մեր դրական իմաստով, ինչու՞, որովհետեւ երբեք ես կարծում եմ, որ Հայաստանի որ իշխանությունն լինի եւ սա մեր անկախ պետականությունը մենք Իրանի դեմ որևէ պետության գործողություն մեր տարածքից դուր չենք տա։ Այսինքն սա երաշխիք է, մնացածն երաշխիք չէ։ Իրենք էլ պիտի նպաստեն այս մնացածին եւ այլն։ Եվ տնտեսական փոխհարաբերությունը դժգոհ են մարդիկ, ասում են ինչու դեն այն դե պատժամիջոց կա իրենց պետության տնտեսական կառուցվածքը, պետական սեկտորը եւ այլն հարցեր կա, բայց նրանք լուծելի հարցեր են։ Այնպես որ այս բաները հաշվի առնելով մենք կունենանք եւ ինչ եմ ուզում ասեմ, դուք հիշեք, որ առաջի երկրորդ օրը այն փակ վերլուծությունների ժամանակ մերժում էին փաստորեն, չէին էլ անդրադառնում եւ չաբար գնալու իմ հարցի շմեք ձեզ եմ ասել, մնում էր օդի մեջ իմ տնտրանքը։ Ինչքան հանդիպեցինք, վերջում ասեցին տոմսերը պատրաստ է, կարող եք գնանք չաբարը տեսնել եւ այն լավագույն ընկերների հետ գնացինք եկանք, սա աբացույց չի գաղափարի առաջ շարժման, որովհետև ասում են չաբարը շվանի բան է դեր ասելիքը։ Ուզում եմ ասել սրանք են եւ սա Հայաստանի գեոստրատեգիական իրավիճակն է փոխում, Հայաստանը դառնում է եւ այլն եւ այլն եւ այլն եւ այս զազրախոսությունը Զանգեզուրի միջանցք եւ այս բոլորը դուրս է գալիս։ Եվ ասեմ որ հայկական խաչմերուկի պարագայով սա դել չի, լրացնում է։ Եթե ճանապարհը լավ կաշխատի, նրանք ուզեն չուզեն բացելու են այդ ճանապարհները, դե փակելը ճնշման որպես միջոց անիմաստ է դառնում։ Եվ այսպես ուրեմն պետությունը հավերժական բան է, պետությունը գիշեր-ցերեկ աշխատանքը բանջում, եւ մեր ժողովրդին էլ պիտի ասվի հետեւյալը. ամեն ժողովուրդ իր դարբասները ինքն է գտնում եւ իր դարբասները ինքն է պաշտպանում, բացում կամ փակում։ Ես առաջարկում եմ, քժեկան առաջարկում եմ, որովհետեւ սա բառացիորեն նոր խոսք է, նոր հիմնավորում է։ Հիշում եք, որ համալսարանի երբ որ ես ցեկությունը վերջացրեցի, այդ բանը ծափահարեցին։ Չնայած ես ենթադրում եմ պետք է զալլա գնար Իսրայելը, էլ Պանչուրքիզը, որը մեկը ոչ Իսրայելի մասին էլ խոսեց, որ իսկ այաթոլլայի հանդիպմանը, որը գիտեք, դե ես փակագծեր չեմ կարող բացեմ, դա եւ կարիքը չկա դրա, դա Իրանի հոգեվոր խորհրդի կարծեմ անդամներից մեկն էր։ Այն մի քանի մարդկանցից մեկը, որ պլանավորում են, ուղենշում են եւ այլն, այլ ով որ սահմանադրությունը գիտի, դա կրոնաբեդությունը էսի եւ առաջարկեցել, ասի բերեք այդ մեր հետ հարաբերության հարցի ցուցակից Իսրայելը հանեք եւ հանեք ինգլիզի հարցը եւ հանեք պանչուրքիզմի հարցը, ասի չէ, հիշում եք որ թե դուք չկայք, չէ, դե առանձին եղել, ասեցի ոնց որ թե դա օգտագործում եք մեզ ները դնելու համար։ Եթե Իսրայել եք ուզում, Իսրայելը Ադրբեջանում է, այսօր գործնականում Ադրբեջանում է։ Ուրեմն եթե պանչուրքիզմը վախենում եք շատ, ինչու 44 օրյա պատերազմի համար մեծ խոչընդոտներ ստեղծեցիք եւ ինչու Թորադիզում մեր մնալու պարագայով չոքնեցիք, հագարակ նարեցիք։ Այդ ֆնդախ բաներ են։ Եվ քանի որ ես խնդիր չունեմ, գուսակցություն եմ եւ այլ ներկայացնում ես պետական պաշտոնյա չեմ, եւ բայց այդ ինձ թույլ եմ տալիս ես լինեմ պաշտոնյա, խնդիր չի։ Այդպես էլ հարցը գտնեմ եւ փոխանցում էլ եղավ։ Այնպես որ հիմա բարձում եմ սա պետք է շարունակվի, բայց այստեղ մի բան կա որ անպայման դուք ինքներդ տեսաք եւ այստեղ ուրիշ բան կա որ Հնդկաստանը պիտի ակտիվ մասնակցի Չաբարի յուրացմանը նախագծի հյուրանոցները կան Չաբարի մասին ասեմ դա հին հետամնաց բնակավայրեր էր ես փողոց առ փողոց գնացինք բայց դա հիշեցնում է ուրեմն արդյունաբերական կենտրոն դարձող մի հսկա շրջանի մայրաքաղաք այդ գործարաններ մետալուրգիական ինձ այդպես է կառուցվող շենքերը կան մեկ ավարտվել է մեկ ավարտում է մաքսատներ այնտեղ ցեմենտի կարծեմ գործարան
այդ բոլորը շենքեր դրա համար եւ այսպես պատկերացրեք դա ինչ կարող է լինել եւ այդ պարագայում իհարկե Իրանը ես իրենց ասացի որ եթե սա աշխատի Հայաստան եւ այլն այս ձեր հյուսիս հարավ արևելյան այդ հատվածը որտեղ խնդիր է Աֆղանստանը որտեղ խնդիր է Պակիստանը կդառնա արդյունաբերական զարգացած հզոր կենտրոն դա էլ մեզ ծերնդու չի եւ այստեղ առաջարկեցի բերեք ոչ թե բարեկամ բոլոր հասկանալի է եկեք շահերի համադրում անենք եւ չորոնենք հովանավորություններ այստեղ դա աշխատում է բացառիկ ձևով այնպես որ եւ մենք էլ քանի որ 44 օրյա պատերազմ պարտվել ենք մենք տարբերակ չունենք քան մեր անկախ պետականությունը զարգացնել ուժեղացնելն է դա ենթադրում է նաեւ արևիկից ռուսերեն են թուրքերեն բարգասը ռուսներին անելը վերջ իրենց էլ ասեցի սա աղետ է նրանք մեր միջև միշտ կարող են կեղտոտ գործ անել ռուսներ ինչպես արել են դարերով այսպես ուրեմն ուզում եմ ասել այս կանը եթե հետաքրքիր Այս Իրանի մի բաններ իրենք պայման դրեցին չէ որ ասեցին այս խմբերի հետ ու հանդիպում եք վերություններ այնտեղ պետության որոշումների կայացման վրա որոշումներ կայացնողներ կամ ազդողներ կան եւ մենք չենք ուզում որ դրանք նկարվեն եւ այն հրապարակվեն բացի համալսարանի հետ հանդիպումը չեղավերջուսին բայց դա չի ես արել եմ այն ինչ որ կարողացել եմ եւ շատ բան արեցինք դրանից էլ ես չէի ենթադրում ինտենսիվ այդպիսի հանդիպումներ մենք տրամադրված ենք չէ սպահանում շատ լինել հուշարձան շատ տեսնել բայց ես ձեզ ասի ես հրաժարվում եմ այստեղ Շիրազ Միրազ տեսնելուց որովհետեւ սա բոլորովին ուրիշ բան է դա իմ այսպես ասեմ, գիտական հետաքրքրությունների, տարիների աշխատանքի հետ կապված բան է եւ մարդիկ ընդունում են դա։ Պաշինյան, միշտ դուք մենք Իրանում ենք Հայաստանում ներքաղաքական կյանքը այսպես բուրըն ակտիվացել էր եկեղեցի պետություն, այսպես ասենք ճակերտավոր ճակատամարտ է սկսվել, ինչ չեն կիսում աշխարհիկ կյանքով ապրողները եւ հոգեվոր կյանքով ապրողները այդ իշխանության այս երկու թևերը ինչ չեն կիսում միմյանց հետ եւ որ կողմն է ճիշտ որ կողմը սխալ եւ ընդհանրապես պետք էր արդյոք այս դիսկուրսը այսօր չէ դա պետք է շուտ էր պետք որ ասեն գիտեք տարիներ շարունակ եմ ասել ուրեմն հայտնի է չէ ամեն կիրակի եկեղեցիներից վանքերից եւ այլն հաղորդումներ են տվել ասել եմ եւ այլն ինձ համար նորություն չկա այս գործը այդ իմաստով ես եմ սկսել հեղափոխությունից հետո եւ առաջարկ ունեի որ երբ որ եկեղեցու դեմ այնտեղ բաներ եղան եկեղեցուց չես բան ուզուրպատոր է սա ուզուրպատոր է չեկիստ է սա ինչ կապ ունի այսինքն կապ ենքանով ունի ռուսները սլլացրել են ես նույնիսկ ենթադրում եմ ոնց է սլլացրել գարբա բանը այնտեղ բան կար Երցինյան շրջանում հայտնի մի ռազմական ռուս նախարար կար ինչն էր գայովեր գրաչովը կար որը Վազգեն Սարգսյանի աղբերն էր ես վստահ եմ որ նրան հրամայել թե միացել լծելու անցկացելու դրա համար էլ անցկացրեց իր կաղնիկներ դուրս չգալու համար հարցը փակեցին վերջացավ դե հայերը ոնց են մոդերնում դե ասում են չէ ես եմ ասել Վազգենն ու գրաչով իրար հետ լողանում են գարեջրով մարեջրով լսել եք հազար բաներ հիմա դա եւ այսպես սրանք դրեցին նրան ով որ պիտի լիներ իրենց մարդը իրենց մարդներ KGB-ից դուրս չի լինում եւ այստեղ որ բան պետք չի դա մեր եկեղեցին չի մեր եկեղեցին ցարի ժամանակներից սկսած ցարիզմը միշտ փորձել է վերցնել որտեղ մեր ժողովուրդ հոգևոր կյանք ունի եթե պետականությունը կորցրել է մի ժամանակ եկեղեցին երբեք չի կորցրել պահել է եւ սրբության սրբոց է դիպել եւ այս պիղծերին որ այս ուզուրպատորն է դրեցին բայց ինչի մանային Հայաստանում կլինի հեղափոխություն կծնվի մինիկոլ քաղաքական որպես գործիչ կլինեն ուրիշ մարդիկ որոնք պին կգանեն պետականություն կառուցելու տեսակետի վրա եւ առաջացավ հակասություն
հակասություն պետության զարգացման անկախ պետություն պահանջները անկախության ամրապնդում, որի դեմ գիշեր-ցերեկ Մոսկվան դավում է առաջին ինքը եւ Արցախայությունը իր ղեկավարության հարիֆության համար զոհ կնած ապուշները, չեկիստները, որ հիմա նստած են, դրանց ուտնել չեկայից կնեն, որտեղ այսպես իրենց մեր երկիրը, բայց իրենց բնակավայրը տարան աղետի առաջ կանգնեցին, իրենք էլ հիմա վայելում են մոլլաների հյուրասիրություն, այդպես է, ճակատագրից չես փախչի։ Հիմա երկրորդը հեղափոխություն ինչքան առաջ գնաց, այնքան տակի են գողապետությունը, հիշում եք, լութոկրատական իշխանությունը բարձրացավ deep state-ը, կամ որ ասում են, որի մասին ես խոսել եմ Սերժի կառավարման տարիներից եւ այսպես աշճանաբար հերթով եւ այլն եկեղեցու պետերը կանգնեցին հեղափոխության դեմ եւ հեղափոխության ուրեմն անկախության վերացման տեսակետի վրա ռուսական եւ այլն, որը ձուլված այստեղ եկեղեցու շեֆերը մի քանիսը բարագլուխի հետ միասին, որ ուզուրպատոր է, ինչու եմ ասում է, որտեղ իշխանություն է նա յուրացրել, ասեցի ինչպես, ես հետ չեմ կասկածում, Գրաչովի հրամանով Վազգեն նրան դարձրել է այդպեսին, ուրիշ չես կարող բացատրել, որպես աղբեր, չգիտեմ ինք հասկացել է թե չէ։ Հիմա եւ այսպես հիմա կանգնել են եկեղեցին ինչքան երկիրը անկախության քայլեր արեց, այնքան դեմ դուրս եկավ անկախության կուրսին ձուլվելով Ղարաբաղյան կլանի եւ մաֆիայի հետ։ Ճիշտ է, նա երբեք մեր ժողովրդի մասին մի լավ խոսք չի ասել, երբեք դժվար պահերին չի ներկայացել, այ ինչ էր, այդ իր Իզմիրյան հիվանդանոցը դարձրել էր բաներ գող ավազակների ուրեմն լողացնելու կենտրոն, չէ ով ինչ եղավ, գործ առաջ բանը ում վրա այդ քրեական գործ հարուցվեց մաֆիայից, Ղարաբաղյան կլանից կամ չգիտեմ Պարզվեց հաջորդ օրը Չեխոտկա է եւ այդ Չեխոտկեն անպայման Իզմիրյանում պիտի ուրեմն բուժվի եւ դա փաստորեն ինդուլգենցիա էր։ Կույս այսպես պորնիկը մտնում է միտեղ, կույս տարում դուրս է գալիս առողջության թղթով, հիվանդության եւ այլն։ Եվ սա ինքը չամաչեց, չեմ ասում, նա ամոթ չունի, չվախեցավ, որտեղ հայերի մեջ մի տգետ, հանցագործ միտք է պատտվում, որը ժամանակին է դեռ Ռուսաստան դեմով կարա, դեռ Պուտինի դեմով կարա, հիմա պարզվեց ուկրաինացի գլավել կարա, մամաներն էլ լացացնում են, հայերն են անում, հենց, բայց իրենք կան որ տգետ, ողակալ, քաղաքականությունից հեռու, բայց այս աշխարհի կյանքի գողանալուն գծելուն վարպետացած գողապետության բարագլուխներ եւ այսպես հակասություններ, բայց սա պիտի լուծվի այդ հարցը, որտեղ չի կարող մեր եկեղեցին մնալ ինչպես պետք է լուծվի։ Ինքը էս կարծեմ վարչապետը կոչ է արել ժողովրդին եւ դու էս կգնա։ Հիմա ո՞նց է ապրելու։ Ուրեմն ինքը ընտանիք ունի եւ այն Աջապ Սանդալյան ապուշներ կարող եմ ասել հանցագործին չասում։ Դե գիտեք մեր վիճակը ովքեր որ չեն ամուսնանում, դա հայվան, ոնց է գիտենք որ ով որ դառնում է քահանայից վերև է բարձրանում, չէ, վարդապետ կուսակրոնություն ինքն է ընդրում, չէ ուզում ուրեմն դա ոչ մեկը չի պարտադրում, դու պիտի կուսակրոն լինես կամ արվամոլ լինես, չես ուզում, չես գնում, ուրեմն համ ուզում ես են, համել են հասկանում ես ոնց է, իսկ մեր եկեղեցու համար կանոններ խստագույն են եղել հազարավոր տարիներ, բայց մտածես եկեղեցի ոնց է մնացել, նրա դավանանքը, նրա մոնոֆիզիտները, դրա հետ ես մի անգամ տարիներ առաջ տեսա իրեն էլ ասեց, ես քեզ այ ասի, դու ինձ այդ քո գիտելիքները ոնց ես ուզում վիճես, ինչ ես վիճում, ինչ ես ասում, նախ ինչ կա վիճելու, այսպես եւ այս բարագավ, այսինքն հասկանում եք ոնց է, հիմա այսպես է, ժողովրդի համար եմ ասում, իրենք մեկ է, ինձ համար գոյություն չունեն, իրենք ապականում են Գրիգոր Լուսավորչի գահը, իսկ Գրիգոր Լուսավորչի գահի հետ կա նաեւ Դրդատ Թագավորի ուրեմն ներկայությունը, հիերարխիան, ուրեմն երրորդի Թագավորն է, հետո նոր կաթողիկոսը, հիմա նոր բան են ֆոկուս արել, հայ առաքելական եկեղեցի, Այդեր ցավը տանեմ, հայ առաքելական եկեղեցի ոչ եղել է, ոչ կա, ես էլ Արամ առաջինի համար եմ ասում, չի էլ լինելու,
կա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի, հայաստանյաց, ես սրանց մի ամբողջ կա, հենց Հայաստան բառը տալիս ես, բառաչելով գետին են թափվում, հասկանում եք, գրքեր են կեղծում, թարգմանությունների մեջ Հայաստան բառը եթե օտար լեզվից է, հայոց են դարձնում, տգիտությամբ, բայց իհարկե նաև շահամոլությամբ եւ այսպես։ Հիմա հարցը կլուծվի, կարծում եմ, որ այս վերջինը, եթե չլուծվեց, չի լինի։ Այդ հարցը պետք է փակվի եւ ընտրվի մեր եկեղեցին, ես 100%-ով ասում եմ։ Չեմ ուզում անուն ասեմ չկենտրոնանան, եպիսկոպոսներ ունեի, Երուսաղեմում կան, Լոս Անջելեսում կան, Հայաստանում գուցե կան, ձեն չեն անում վախից եւ նաեւ քծնանքի սովորույթից, մեզ վարչության պետություններում կան մի պարկեշտ, ուժեղ, հոգեվորական, որի արժանի պիտի լինի Գրիգոր Լուսավորչի գահին վերադառնալու։ Գահը գողացված է, դա ռուսական ծառայության է։ Քանի անգամ եմ ասել, չէ՞ բանի, հենց այս կաթողիկոսի համար, ուրեմն Պուտինի շքանշանագիր, այս ինչը գնաց, առանց ամաչելու, վախենալու, այնքան ստորացավ, որ որևէ պետության տվյալ բարակայում Ռուսաստանի Դաշնության դեսպանի ձեռքից նրանց պրեզիդենտի շքանշանը ստացավ, ցույց չտվեց, քանի անգամ եմ եթերով ձեր մոտ եմ ասել, պատերազմից հետո որ ծառայությանը համար է Կրեմլի տիրակալը քեզ բարգեւադրել, մեկ, երկրորդը դու ով ես որ ապականում ես այդ Էջմիածնի գահը, ինչպես կարող է կաթողիկոսը գնալ Հայաստանի մայրաքաղաքում, ուրիշ դեսպանի ձեռքից ստանա ինչ, կարող է դոլար է ստացել։ Սրանք ամեն մի պարզության բան են, դրա համար կարծում եմ ես հարցը լուծված բրծած է, ես անգամ ժողովուրդ չպետք ների, բայց կներեք, դա չի։ Եկեղեցին պետք է ես աղբից ազատել, չեկիստներից, գողական բարքերով ապրողներից, բոլորը։ Նաև ուշադիր պետք է լինի, ում վեղարը, այն փայլուն աղտոտ է, ֆիզիկական իմաց, որտեղ վզներից բեռներ դուրս չբերտել։ Մազերը հասարակության մեջ կարծիք կա նաև քաղաքական ուժերի մեջ, որ այս արշավը եկեղեցու դեմ է եւ ոչ թե կոնկրետ անձին, խոսքը կաթողիկոսի, նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր այցով կարծես թե ցույց տվեց, որ քայլերը իշխանության ուղղված են եկեղեցու եւ ոչ թե կաթողիկոսի դեմ, ընդհանրապես Տեր-Պետրոսյանի գործողությունները։ Ուրեմն Տեր-Պետրոսյանի այս բոլոր են, որ ասում են արած ինչի արդյունքն է, չեկիստների խումբն է, որոնք համախմբել են Հայաստանի անկախ պետականության դեմ։ Թուրքից վախեցրին չեղավ, այն Գալստանյան ճարեցին, բերեցին չեղավ, Վազգե Մանուկյան բերին չեղավ, հիմա իրենք են ընկել մեջտեղ։ Երևի Մոսկվայից հրաման են ստանում էլի։ Այստեղ մի բան կա, որ ես ենթադրում եմ, եթե սրանք տապալվեն ու եկեղեցուց սկսվեց չեկստախառն ամբողջի հեռացումը, որը լինելու է։ Ես համոզված եմ, որտեղ ես անգամ երևի թե ենթադրենք չի զիջվելու։ Այս սրանց գաղտնիքները դուրս է գալու, թե Ղարաբաղյան շարժումը ով էր սարքում, ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր դառավ Գերագույն խորհրդի նախագահ, հաջորդ օրն ասեց, գիտեք, Ղարաբաղ չի լինելու։ Այդ բանի, բավոր չէր լինում, ինչու է իշխանության գալիս, եթե գիտեիր, որ չի լինելու, եւ այլն, բայց հիմա մի ուրիշ նյութ ասեմ, որը մարդիկ մտածեն։ Հայտնի Վիտալի Պորտնիկով կա, ուկրաինացի վերլուծաբան, որը հարցազրույցի մեկում, ասում ես տեսել եմ, ուղղակի չէ ինձ հետաքրքիր չի եղել բաղել, այդտեղ մի բան է ասում է ինքը ժամանակին Կրեմլում աշխատել ինչ-որ միտեղ իր պաշտոնն էր, գենսագրության մեջ կլինի, եւ ես ասում եմ կարդացել եմ մի փաստաթուղթ, որը հետո չեմ տեսել։ Ինչ ասում, այն որ Արցախի իշխանությունները դիմեցին Կրեմլին, Արցախը Հայաստան տեղափոխը միացնելու եւ հակառակի համար։ Հիշում եք, այդպեսի բան կա։ Ուրեմն դա մարզկոմի կազմակերպած առաջի, որ սկսել են ձեռագրով
ձևակերպած է, ասում է, Արցախը Ադրբեջանի կազմից դուրս բերել եւ տեղափոխել Հայաստանի փաստարկներով։ Այդ ստորագրողների մեջ Արցախի մարզային KGB-ի ղեկավարի ստորագրություն ազգանով կա։ Ես առաջարկում եմ մի հատ ով որ գիտի հիշեցնեն, թե ով է եղել այդ KGB-ի շեֆը Ղարաբաղի այդ օրերի, որն ասում է հետագա հրապարակ ձեռագիրն եմ ասում կարդացել, որևէ տեղ չեմ կարդացել, նրա ազգանու չկա, այս պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի եւ սրանց։ Էլ ինչ ասենք դրա մեջ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր, կհանդիպենք առայժմ։